Տիրոջը, սիրելիներ, Փառք Աստծուն այս հրաշալի օրհնված օրվա համար, այո, մենք եկել ենք Տիրոջ տան մեջ, եկել ենք սպասումով, եկել ենք փառավորելու, պատվելու մեր Աստծուն եւ մեր Աստված գիտես այստեղ Տերը ներկա է այստեղ։ Խոսքի ամեմատ ինքան հրաշալի է սիրելիներ, որ Հիսուսը խոսք տվեց մեզ, բայց գիտես Հիսուս իր խոսքի հետևում կանգնած է։ Ինչ որ Հիսուսը ասել է, այդ խոսքը կատարվում է եւ կատարվելու է։ Ամեն։ Երբ որ Տերը ասեց, որտեղ երկուսը երեքը հավաքվեք իմ անունով, ես ձեր մեջ կլինեմ։ Մենք այսօր իր անունով ենք հավաքվել, ամեն։ Եկել ենք Հիսուսի համար։ Ուրեմն հավատա, որ ինքը այստեղ է։ Իր ներկայությունը այստեղ է։ Որով ֆիզիկապես չես տեսնում, բայց դու վերապրում ես իրան։ Ամեն։ Մենք վերապրում ենք, մենք գիտես կա սենց շոշափելի, որ Տերը դու իրան ֆիզիկապես չես տենում, բայց կա շոշափելի ներկայությունը, երբ որ դու զգում ես քո ամեն ինչով, քո էությունով, քո զգացմունքներով, զգայարաններով, ամեն ինչով դու վերապրում զգում ես, որ Աստված կենդանի Աստված է, գիտես մեր Աստված կենդանի Աստված է, ինքը այստեղ է, ինքը եկել այստեղ քո համար։ Դու եկել ես այստեղ իր համար, ինքն էլ քո համար այստեղ, որ քեզ օգնի։ Ով ունի այսօր օգնության կարիք։ Բոլորս ունենք, տարբեր ձևերով։ Եվ երբ որ մեր սպասելիքը Աստծուց է, մեր հույսը նրա վրա է, խոսք ասում է նա հավատարիմ է։ Ամեն։ Նա իր վրա հուսացողին ամոթով չի թողնում, սիրելիս։ Ամոթով չես մնա, գիտես որ հույսդ Աստծո վրա դնես, այն ամենը, ինչ քեզ պետք է այսօր Տերը կար այսօր քեզ տա։ Եթե պատրաստ լինես վերցնելու եւ ընդունելու, ամեն, Փառք Աստծուն։ Փառք Տիրոջը, ողջունում ենք ձեզ աշտարակի կյանքի խոսք եկեղեցու։ Եվ աշտարակի կյանքի խոսք եկեղեցին հենց դու ես։ Ամեն։ Ոչ թե այս շենքն է, այլ դու ես։ Մենք բոլորս միասին Աստծո եկեղեցին ենք։ Նրա Քրիստոսի խոսքը ասում է, որ մենք Քրիստոսի մարմինն ենք։ Մենք Քրիստոսի հարս եկեղեցին ենք եւ սպասում ենք մեր Տիրոջ գալստյան։ Ամեն։ Իսկ ինքը շուտով գալու է։ Հալելույա, ամեն։ Եվ մենք գիտենք ինչ ենք անում։ Մենք պատրաստվում ենք։ Այս ամեն ինչ որ անում ենք, մենք պատրաստվում ենք, երբ որ Փեսան կգա իր հարսի ետևից, չէ՞, լավ է, չէ՞ որ հարսը պատրաստ է լինում։ Մենք որ ունենք եղբայրներ, որ մենք ամուսնանում ենք, գնում ենք հարսի ետևից, հարսը պատրաստ է։ Գեղեցիկ, ճերմակ, հագած, մաքուր, ու սպասում է Փեսայի գալստյանը։ Մենք պետք է այդպես սպասենք։ Մենք պետք է այդ վիճակի մեջ լինենք։ Ամեն։ Ես մտածում եմ, եթե Հիսուսը հələ չի եկել, այսօր չի եկել, ուրեմն հələ այդքան էլ պատրաստ չենք, ընդ մի քիչ բաներ կա, հանդերձի հետ կամ չգիտեմ։ Մենք պետք է պատրաստվենք։ Ու մենք պատրաստվում ենք, Փառք Աստծուն։ Որ հենց Հիսուսը գա, միամիտի չգանք։ Ասես ընդունենք մեր Տիրոջ, ամեն, Փառք Աստծուն։ Փառք Աստծուն, սիրելիներ, այսօր հետաքրքիր մի թեմա է իմ սրտում դրվել, որ կիսվեմ ձեր հետ։ Եվ կարծում եմ շատ կարևոր է, ինչպես բոլոր թեմաներն էլ այսօր էլ շատ կարևոր է, եւ եթե մնաս մտքերով ստեղ, եթե գաս ինձ հետ Աստծո խոսքի մեջ, հաստատ վստահ եմ, որ ներսում ինչ-որ բան փոխվելու այսօր։ Մենք միշտ կարիք ունենք փոխվելու, միշտ, քո ներսում միշտ հիշի, քո ներսում պահի, որ դու եւ ես միշտ փոխվելու կարիք ունենք։ Քանի Հիսուսին լրիվ նման չես, ուրեմն հələ պետք է փոխվես, չէ՞։ Նմանվում ենք Հիսուսին, քիչ-քիչ, բայց քանի հələ լրիվ նման չես, ուրեմն պետք է փոխվես, ամեն։ Եվ խոսքի վերնագիրը այսպես է թաքնված կուրքեր։ Գիտես կուրքը ինչ է, ով չգիտի կուրքը ինչ է։
Լավ է, որ բոլորը գիտեք, իմ համար էդի հեշտանում արդեն իմ գործը։ Կուրքը, իհարկե ընթացքում էլ կհասկանանք, դա շատ կա այս աշխարհում կուրքեր, որ զբաղեցնում է Աստծո տեղը։ Կուրքը դա պաշտամունքի առարկա է, բայց առարկա է ինքը։ Կամ թեկուզ անձը, բայց միայն Աստվածը, որ արժան է, որ իրան պաշտենք ու երկրպագենք։ Ամեն։ Բայց գիտես, այս աշխարհը եւ մարդու ներսը ինչքան է լցված այդպիսի կուրքերով, որոնք փորձում են զբաղեցնել Աստծո տեղը։ Աստվածաշնչում շատ կա այդպիսի տեղեր, բայց այսօր մենք խոսալու ենք ոչ թե այն կուրքերից, որ հանդիպում ենք ասենց ինչ-որ տաճարների տեսքով, որ կար Աստվածաշնչում այդ բարձրավանդակները, այդ աստարովթները, որ հանդիպում էին Իսրայել ժողովուրդը, որոնք այդ արձանները, ինչ-որ սենց կուրքեր, որ կային ժամանակին, չէ, ծանոթ եք, չէ, պատմությունների, Հռոմում կային կուրքեր, Հունաստանում կային կուրքեր, Հայաստանում կային հեթանոսական կուրքեր մինչև քրիստոնեություն ընդունելը, անուններ կար իրանց վրա, բազմաստվածություն կար, չէ, այդ կուրքերին Վահագին բան հիշում եք, բերով կար, Տիրը, Անահիտը, Աստղիկը, չէ, դուք չէ, կային տենց, չէ, անուններ էին դրել ու պաշտում էին, բայց իրանք իրականում չկային։ Դրանց հետևը գիտեք ինչ էր, նենց էլ չի, որ ուղղակի արձանը, այդ ամեն կուրքի հետևում մի տև կար, որովհետև մարդիկ այդ կուրքերին պաշտելուց ինչ-որ բան էին զգում, որովհետև դրանց հետևը կար ինչ-որ բաներ, հոգևոր աշխարհում, բայց մենք այսօր խոսելու ենք թաքնված կուրքերից, իսկ այդ թաքնված կուրքերը գիտեք որտեղ է, մարդու սրտի մեջ, մարդկանց սրտերի մեջ է թաքնված կուրքերը, որոնք մարդն է աստվածացնում կամ գրավում է Աստծո տեղը, որտեղ է տեղի ունենում երկրպագություն եւ մեծարանք մեր սրտերի մեջ, ամեն, մենք մեր սրտերով նոր երկրպագում եւ մեծարում ենք միակ ճշմարիտ ու կենդանի Աստծուն, Հորը, Որդու եւ Սուրբ Հոգուն, եւ մեր սրտի մեջ է ի սկզբանե տեղի ունենում այդ երկրպագությունը, ամեն, բայց մարդը կարա ստեղծի իր սրտի մեջ ինչ-որ մեկին կամ ինչ-որ մի բան, որ գրավում է սրտի մեջ Աստծո տեղը, որ ավելի կարևոր է համարվում իր համար, ավելի արժեքավոր է համարվում իր համար։ Շատ բաներ կա, մի քանի բան միասին կնայենք այսօր։ Եթե հիմա մեկը միտեղ կներեք, գիտես, այսինքն նորմալ է մարդը, որ փող է աշխատում, շատ լավ է, թող Տերը օրհնի, բայց եթե իր սպասելիքը տեղից է, չկարա իրավիճակ լինի, լավ, չեմ ուզում ծայրահեղացնենք, բայց եթե իր համար հանգիստ է, նորմալ է ինքը, դե հիմա փող է պետք, ում փող պետք չի, պատկերացրեցիք չէ ինչը կարա կուրք լինի, իսկ ինքը չի մտածում, որ այդ իր համար շատ կարևոր է այսօր, կմտածում է դե Աստված էլ իմ Աստվածն է, Էդի, բայց Աստծուն դուր չի գալիս ժողովուրդ ջան, դա եմ ուզում ասեմ։ Աստված տեսնում է բոլորին։ Չէ՞, մենք աղոթում ենք, երկրպագում ենք եւ ասում ենք Տեր, քո ներկայությունը կա, Աստծո աչքերը այստեղ է, տեսնում է, վայ ով չկա, վայ, էս ինչը չկա, դե նա սուր է, վայ երեխես սուր է, երեխես այսօր պետքա իմ տան մեջ լիներ։ Իր երկրպագության ձայնն եմ ուզում լսեմ, ուր է իմ տղեն, ուր է իմ աղջիկը, չէ՞, մենք ծնող ենք, ով ծնողը հասկանում է, կամ հոգևոր ծնող ենք։ Ուր է երեխես։ Կորցրեց։ Այդ հենց Աստված մեզ նայում, մեր Աստված նախանձավոր Աստված է։
ինքը իր տեղը ոչ մեկի հետ չի կիսում, չի բաժնեկցում։ Ինքը ասում է ես եմ ու վերջ։ Ես եմ Աստվածը։ Շատ գեղեցիկ երգում էինք։ Ադոնայ Էլոհին, դա մեր Աստծո անուններն է, որ ասում է ես եմ, երկրպագության արժանի, ես եմ քո կենտրոնը, ես եմ քո ամեն ինչը, ես եմ Աստվածը։ Եվ դրա մեջ դարձվածքի շուկ չկա, փոխելու կարիք չկա, փոխելու տեղ էլ չկա։ Ուր են իմ ժողովուրդը։ Մի պատմություն կա Հեսուի գրքի մեջ, երբ որ մտան օրնված երկիր, խոստմունքի երկիր, եւ Աստված ասեց Հեսուին, գիտեք Հեսուն զորավոր մի մարդ էր, ասեց գնացեք եւ գրավեք։ Այդ բոլոր ազգերը գրավեք, ամեն ինչ տվել եմ ձեզ։ Եվ եղավ, երբ որ մի ազգ կար, գրավեցին, այդ պիղծ ազգերից էր, ասեց, երբ որ այդ ազգը, այդ երկիրը գրավեք, այդ մարդկանց այդ երկրից քշեք կամ կոտորեք, իրանց ունեցվածքին ձեռք չտաք, չվերցնեք իրանց ունեցվածքից, այդ ավարից ոչ մի բան չվերցնեք։ Եվ Հեսուն ժողովրդին ասեց, բոլորին ասեց, այդ մարդկանց ամեն ինչը պիղծ է, չկպնեք իրանց ոչ փողին, ոչ կենդանիներին, ոչ հարստությանը։ Եվ վերցնում են եւ անցնում է հաջորդ պատերազմը եւ տեսնում են, որ այդ պատերազմը կրվեցին, իրանք պարտվեցին ու զարմանում են, Հեսուն կանգնում է աղոթքի ասում Տեր Աստված, դու ասել ես, որտեղ ձեր ոտքերը դնեք, կորնեմ, պատերազմի մեջ ձեզ կզորացնեմ, հաղթական ընթացք կունենաք։ Բա ինչի մենք պարտվեցինք։ Ես ուզում եմ քո մասին էլ մտածես։ Բա ինչի պարտվեցի այստեղ, որտեղ բաց թողում եղավ։ Եվ Աստված Հեսուի հետ խոսում եւ ասում է ժողովրդի մեջ, քո ժողովրդի մեջ մարդ կա, որ չհնազանդվեց ինձ։ Մարդ կա, որ ասել է ձեռք չտաք, իրանց ավարին, իրանց ունեցվածքին վերցրել է։ Եվ կանչում են, վիճակ են գցում եւ բարձվում ով է այդ մարդը։ Եվ ուզում եմ այդ տեղը կարդամ, ես կարճ համառոտ ասեցի, որպեսզի ամբողջ պատմությունը չկարդամ, դա գրված է Հեսուի գրքում 7-րդ գլուխ 19 եւ 20-րդ խոսքը։ Միասին նայենք Հեսու 7:19-20։ Աստված այ եկեք սենց անեն նորը 19-ից 21-ը ժողովուրդ ջան։ Հեսուն Աքարին ասեց, պարզվեց, որ այդ Աքար անունով մարդն է, այդ գողը, այսպես ասած։ Որդյակին, հիմա փառք տուր Իսրայելի Տեր Աստծուն, խոստովանիր նրան եւ հայտնիր ինձ քո արածը մի ծածկիր ինձանից։ Աքարը պատասխանեց Հեսուն եւ ասեց. Հիրավի ես մեղք գործեցի Իսրայելի Տեր Աստծո դեմ եւ այս բաները արեցի։ Ավարի մեջ տեսա Սենեարի մի գեղեցիկ վերարկու, 200 սիկղ արծաթ եւ 50 սիկղ ծանրությամբ մի ձուլակտոր ոսկի, ցանկանալով վերցրեցի դրանք։ Եվ ահա դրանք թաքնված են հողի տակ իմ վրանում, իսկ արծաթը դրա տակ էր։ Դրա տակին է։ Այս մարդը Աքարը ագահություն անում։ Զանց անում Աստծո խոսքը, անհնազանդություն անում Աստծո առաջ։ Իսկ գիտեք այդ ժամանակ ինչ էր տեղի ունենում։ Աքարին իր ողջ ընտանիքով քարկոծեցին եւ սպանեցին, որովհետեւ անհնազանդ եղավ, որովհետեւ Աստված շատ մոտ էր։ Աստծո փառքը լցված էր այդտեղ, եւ Աստծո խոսքը կարեւոր էր Աստծո համար։ Եվ գիտես Աստված ասում է, լսի, ես քո համար քիչ եմ, որ վերարկու ես վերցնում։ Ես քեզ բավական չեմ, որ ոսկի ու արծաթ ես վերցնում պիղծ տեղերից, որ ես քեզ չեմ օրհնել։ Գիտես այս աշխարհում ինչքան կան այդպես պիղծ տեղեր, որ օրհնություն չեն։ Եվ մարդ ուզում այդտեղից հարստանա, ուզում այդտեղից բաներ վերցնի ու իր կարիքները լրացնի։ Մի քիչ էլ հետ գցի։
Բայց չէ որ Աստված տեսնում ամեն ինչ։ Արդյոք սա կռապաշտություն չէր։ Արդյոք սա ակարի մեջ այդ ագահությունը չէր, այդ կուրքը չէր, որ ինքը անհնազանդ եղավ Աստծուն եւ վերարկու պատկերացնում ես։ Թամգանոց մի հատ վերարկու, չգիտեմ ինչքան փող, ոսկի արծաթ, հա, լավ բոլոր իրար հետ $10,000։ Վերջը մի օր վերջանում է, չէ, ամեն ինչը։ Բայց կորցրեց Աստծո ներկայությունը, իր կյանքով այսօր մարդիկ, չէ, կարիերա են ստեղծում, թողնում են Աստծուն և գնում են իրանց կարիերայի հետևից։ Այսօր, չէ, նայում եմ, քույրիկներս գեղեցիկ երգում են, չէ, ես տեսել եմ լավ քույրիկներ, ովքեր հրաշալի ձայն են ունեցել, երկրպագել են Տիրոջը, հետո ասել են դե գնանք, դե գումար ա պետք, գնանք ակումբում էլ երգենք, ինչ կլինի, որ հալավ ինչ մեղք եմ գործում, որ երեք օրերն էլ կգնամ ակումբում կերգեմ, տենց օրը մի 20-30 հազար, որ կողքից գա, ինչ ա խանգարելու, իսկ չգիտեմ, Արուսը չեր կարա գնար ինչ-որ տեղ, երգեր, որ 20 տարի, 25 տարի նվիրված, հավատարիմ կանգնած, ծառայում ա Տիրոջը, օր ու գիշեր։ Ինչի չեր կարա, թե գումարի կարիք չունեն, այս մարդիկ, ոնց չունեն, ով չունի։ Չես դեմ չեմ երգիչներին, բայց չի լինում տենց, երկրպագուն մնում է երկրպագուն։ Եթե երկրպագում ես Աստծուն, հետո նույն ձայնով գնում ես, չէ, նվագում ես կամ ինչ-որ մեկը նվագում է, տաղանդավոր մարդը, գնում ակումբում նվագում է։ Չէ, բայց Աստծուն կարելի է, չէ, հարցնել, ինքը համաձայն է, թե չէ։ Իր համար ենք ապրում։ Ամեն։ Ամեն։ Եվ այս ակարի պատճառով մարդիկ Իսրայելը պատերազմ պարտվեց, որովհետև Աստծո բարեհաճությունը մի հոգու պատճառով, Աստծո բարեհաճությունը, Աստծո ողորմությունը, օրհնությունն ու պաշտպանությունը վերցվեց մի ողջ ազգի վրայից։ Իսկ դա կարա տեղի ունենա մեր հետ, կարա տեղի ունենա եկեղեցու հետ, ինչ-որ մեկը հիմա չգիտեմ, գեղեցիկ կարանք խոսանք, իսկ միթե Աստված մեզ բավական չի, որ ուրիշ տեղ մանգանք, կամ ինչ-որ մեկին ստեղծենք մեր ներսում, թեկուզ մեղքի տեսքով, գնացած, տարած, Գիտես Աստված մեր ամբողջն է ուզում, մեր կեսը չի ուզում, ինքը իր կեսին չի զոհել, ինքը իր ամբողջն է զոհել, և ամբողջն էլ ուզում է մեզանից, որովհետև մեր սրտի թագավորը, Աստվածը գահին, կամ ամբողջական ինքն է, կամ ինքը ընդհանրապես այդտեղ չի։ Չի կարա լինի, Հիսուս ասեց չէ կարող երկու Տիրոջ ծառայել, համ Աստծուն, համ մամոնային, մամոնան այդ աշխարհի սիստեմն է, այդ փող աշխատելու մոլուցքն է, չէ նորմալ է փող աշխատելը, բայց մոլուցք չլինի, կուրք չդառնա, նպատակ, կյանքի նպատակ չդառնա, այդ այնքան թաքնված է պետք է զգուշ լինենք ժողովուրդ ջան, ինքը քիչ հեռացնում է, որտեղ իր մեջ լիքը հետաքրքիր բաներ կա, կարևոր բաներ կա, և դա կարա հեռացնի Աստծուց։ Չի կարա մեր սրտի մեջ հավասար լինի Աստված և մեկ ուրիշ բան, չի կարա, մեր սրտի մեջ, հավասարապես նույն տեղը գրավի և Աստվածը, և գումարը, և ինչ-որ մեկը,
առաջին Աստված, գլխավոր Աստված, ամենակարևոր Աստված, նոր դրանից հետո որը որ դու կուզես։ Ամեն։ Դրա համար գիտեք մենք ինչ պետք է անենք, պետք է ճանաչենք մեր սիրտը։ Այնքան դժվար է մեր սրտերը ճանաչելը։ Ամբողջ հարցը սկսում է նրանից, որ մենք մեր սիրտը չենք տեսնում։ Մեր սրտի ներսում չենք հասկանում ինչա կատարվում։ Հիմա այդ մարդկանց ոչ թե մեղադրում ենք, այլ հասկանում ենք, գիտակցում ենք, որ այդ մարդը դեռ իր սրտի ներսը չգիտի։ Դա շատ դժվար բան է։ Իսկ սիրտն էլ Աստծո խոսքը ասում է խորամանկ է։ Եվ ինքը իրանն է թելադրում։ Եվ շատ ժամանակ մարդիկ վարվում են աչքի երևույթով, աչքի տեսածով են վարվում իրավիճակների հետ։ Ինչպես Սամուելը իր աչքի երևույթով գնացել էր Իսրայելի համար թագավոր ընտրելու եւ ընտրում էր աչքի երևույթով, բայց կար մեկը Դավիթը, որ այնտեղ չէր եւ իր տեղը մոռացել էին, բայց Աստված գիտեր իր տեղը։ Աստված սրտերն է նայում։ Եվ Աստված գիտի ամեն մեկի սրտի խորքերը եւ գիտի ամեն մեկի տեղը։ Ինչպես Դավիթի տեղը ասեցի, քստեղ չի։ Ոնց Հեսեի որդիները բոլորը այստեղ են։ Կավը Դավիթը վերցնովի էր։ Կարծիքներ կա գիտեք, չինքան նման չէր իր եղբայրներին։ Փոքրամարմին էր, sense մի քիչ սպիտակ էր, կյաժինը կարմիր էր։ Բայց Աստված իրան էր ընտրել, մեծ թագավոր։ Լսում ենք մեր սրտի ցանկություններին ժամանակ առ ժամանակ, որ Աստծուց չի։ Մեր սրտի ցանկությունն է դա։ Գիտեք որտեղ է գալիս խաբկանքը։ Որ մարդ իր սրտի ձայնը լսում է, իր սրտի ցանկության ձայնը, ու ասում է Աստված է։ Ինքան մեծ այդ ցանկությունը, որ դարձել է կուրք, ինքը պաշտում է այդ ցանկությանը, պաշտում է այդ երազանքին, այդ ինչ-որ մի առարկայի կամ ինչ-որ մի էակի, բայց իհարկե չի արտահայտվի այդպես, ինքը թաքնված է, ինքան է դարձրել իր կյանքի նպատակը դա, որ դարձել է կուրք, և որ այդ ներսի ցանկությունը խոսում է իր մեջից, ինքը ասում է Աստված է, Աստված է խոսում, չէ նույն պատմության մեջ Սավուղը ինչպես շփոթեց Աստծո ձայնը, ինչպես շփոթեց Սամուելի ձայնը, երբ որ գնացել էր բախտագուշակի մոտ, հոգի կանչողի մոտ գնացել էր, որ Սամուելը գերեզմանից իրան բան խոսա։ Հետո խոսած դեպը ասեց, Սամուելն է։ Որտեվ շատ էր ուզում լսել։ Շատ էր, մեկ շատ ես ուզում էդի լսես։ Տես մի 4 ամիս էլ աղոթում ես այդ բանի համար, բայց ձայն չկա, ինքան ես աղոթում, մեկ էլ ձայն է լսվում, ասում ես խոսած, բայց այդ ով էր, պետք է ուշադիր լինեն ժողովուրդ ջան, ինչը դառնում է մեզ համար գեր նպատակ, միգուցե ինքը վերածվի կուրքի և նրան պաշտես, քո ցանկություններին պաշտես, քո նպատակներին պաշտես։ Մի տեղ եմ ուզում կարդամ շատ ուժեղ տեղ է, սենց եմ ասում, Հռոմեացիների առաջի գլուխ 20-ից 25-րդ խոսք։ Հռոմեացիներ առաջի գլուխ 20-րդ խոսքից 25-ը։ Աշխարհի ստեղծումից ի վեր նրա աներևույթ առանձնահատկությունը, նրա մշտնջենական զորությունն ու աստվածությունը տեսանելի են ստեղծվածների միջոցով։ Բարդ բառեր էր, ասում է աշխարհի ստեղծումից ի վեր երևում է Աստծո փառքը իր ստեղծածների միջոցով, մարդկանց միջոցով,
ծառու ծաղկի միջոցով, ծովի գետի միջոցով, Աստված երևում է։ Այդ մարդիկ կա, որ չեն ուզում Աստծուն տեսնել, բայց երբ որ դու քո շուրջը նայում ես, Աստված իր ստեղծագործությունների մեջ երևում է, սա է ուզում ասի։ Տեսանելի է ստեղծվածների միջոցով, նրանք որևէ արդարացում չունեն։ Եթե մենք ասում Աստված չկա, չեմ հավատում, դա իրան չի արդարացնում։ Ասում ոնց տենամ, որ հավատամ, ասում ես եղբայր աշկերտ լայն բաց եւ կտեսնես, որ Աստված կա ամեն տեղ։ Էսով է։ Աստված կա ամեն տեղ, ժողովուրդ։ Ուղղակի տեսնելն է պետք։ Այդ լավ երգ ունենք, չէ՞։ Երբ նայում ենք աջ, նայում ենք ձախ, նայում ենք առաջ, նայում ենք հետ, տեսնում ենք, հա, ոնց է։ Չարը պարտված է, Հիսուսը հաղթել է։ Ուղղակի տեսնել է պետք։ Դրա համար ասում որևէ արդարացում չունեն, քանի որ Աստծուն ճանաչելով նրան որպես Աստծու չփառավորեցին, ուշադիր այստեղ։ Աստծուն ճանաչելով նրան որպես Աստված չփառավորեցին կամ գոհություն չհայտնեցին, այլ իրենց մտածմունքներում ունայնացան եւ նրանց անմիտ սրտերը խավարեցին։ Երբ որ Աստծուն Աստծուն պես չի պաշտում մարդը, միտքը դատարկվում է, սիրտներ խավարի մեջ է մտնում։ Վերջ կորցրեցինք իրան։ Ասելով թե իմաստուն են, ու իրանք գիտես, չէ, ասում են իմաստուն ենք մենք։ Այդ իրանց իմաստուն կարծողները, ասում են իմաստուն իրանց կարծողներին եւ իրենց իմաստուն կարծողները հիմարացան եւ անեղծ Աստծո փառքը փոխեցին եղծելի մարդու, թրջունների, չորքոտանիների ու սողունների պատկերի նմանության հետ։ Այդ պատճառով Աստված էլ նրանց ըստ իրենց սրտերի ցանկության պղծության մատնեց, որպեսզի իրենց մարմինները իրենց մեջ անարգեն։ Նրանք Աստծո ճշմարտությունը ստության հետ փոխեցին եւ երկրպագեցին ու պաշտեցին արարածներին, ոչ թե արարչին, որ հավիտյանս օրհնյալ է, ամեն։ Տեսակ ինչ եղավ։ Իրանց մտքերի մեջ ունայնացան, իրանց սրտերը խավարվեց եւ սկսեցին ստեղծվածներին պաշտել, երևացողներին պաշտել, ոչ թե ստեղծողին պաշտել։ Ամենը, ինչ որ մենք տեսնում ենք մեր շուրջը, սիրելիներ, ամեն բարիք, որ կա, դա Աստծունն է եւ Աստված է ստեղծել։ Ամեն։ Եվ երբ մարդը սկսում է կարևորել երևացողը ու ստեղծվածը, քան ստեղծողին, դա դառնում է կուրք։ Տեսեք կուրքի բանաձևը։ Երբ որ մարդը իր սրտի մեջ, իր ապրելակերպի մեջ կարևորում է, երկրպագում է, մեծ տեղ ու արժեք է տալիս երևացողին, ստեղծածին, դա արդեն կուրք է իր համար։ Բայց մենք պետք է պաշտենք ստեղծողին, ով տվեց ինձ այդ բանը, ով կտա ինձ այդ բանը, որ իմ համար շատ կարևոր եւ արժեքավոր է, եկեք պաշտենք իրեն, որպեսզի դա հասնի մեզ։ Ես դեմ չեմ լավ բաներ ունենալուն, լավ բաներ ցանկանալուն, լավ օրհնություններին հասնելուն, բայց սխալ միջոց է, երբ որ դա դառնում է քո կյանքի նպատակը եւ դու դրան ուզում ես հասնես առանց Աստծու, որտեղ հենց դա էլ Աստված է ստեղծել։ Ամեն։ Կամ երբ որ մարդը ասում է ես արեցի, ես ունեցա այս բանը։ Ըստ եթե Աստված չուզեր, դու չէիր ունենա դա։ Եթե Աստված չտար, դու չէիր ունենա դա։ Աստված է տալիս։ Ամեն բարիք, ասում ամեն բարի տուրք երկնային հորից է, Աստծուց է։
ամեն բարի բան, ամեն գանձ, ամեն օրհնություն, ով ուզում ա լինի։ Միգուցե դա քո երեխան ա լսի։ Տեսել եք երեխայա պաշտ ծնողների։ Կամ եղել եք մի անգամ մի օր։ Է որ ինչ ասում ա, հա, որ չգիտեմ ինչ օրինակ բերեմ, որ ինչ անում ա ճիշտ ա, ոնց իմ տղեն ճիշտ ա, իմ տղեն վերջն ա։ Բայց այդ տղուտ ով ա տվել քեզ, կամ աղջկան, կամ ով ա տալու։ Գիտես, երբ որ չենք տալիս Աստծուն այնպիսի փառք ու պատիվ, ինչպիսին որ ինքը կա, մենք կորցնում ենք շատ բաներ։ Ամեն, բայց ինչ է այդ փառք տալը, ժողովուրդ ջան։ Ուղղակի որ ասում ես փառք քեզ Աստված, թե այդ փառք տալը Աստծուն, դա ապրելակերպ է, դա կյանք է, դա երկրպագություն է։ Լսի, ուղղակի խոսքեր չի, մենք կարող ենք գալ այստեղ ու ասել փառք քեզ Աստված, ամեն տեղ էլ ասել փառք քեզ Աստված։ Բայց արդյոք ապրում ենք այդպես, որ փառք քեզ Աստված։ Չէ՞, Աստծուն չճանաչող մարդիկ էլ կան, անգիր արած ասում են, ոնց ես ախպեր, ասում ա փառք Աստծուն, բայց իր կյանքը ընդհանրապես փառք Աստծուն չի, որովհետև հենց նոր երկու շիշ խմել է, գիշերն էլ կնոջը դավաճանել է, ոնց ես փառք Աստծուն, ասելով խոմ չի, փառք Աստծուն նշանակում է ապրել այդպես, փառք տալ Աստծուն նշանակում է կյանք ունենալ այդպես, երկրպագել Աստծուն, դա այն չի, որ այստեղ մեր ձեռքերը վեր բարձրացրեցինք ու երգեցինք, ինչ մեծ ես Աստված, չէ, դա կյանք է, դա սրտի վիճակ է, և եթե մարդու սրտի մեջ կա կուրք, ինքը չի կարա ճիշտ փառք տա Աստծուն, դա ուղղակի կլինեն խոսքեր, չասում ա ձայն հանող ծնծղա, չես զրնգում ա, բայց մեջը էություն չկա, մեջը կշիռ չկա, ամեն, գիտես, ինչը դարել է մեր կյանքի իմաստը, դա դրան էլ երկրպագում ենք, այսպես ասեմ, ով այսօր հարց, թող արթնանան բոլոր քննածները, հարց, ով այսօր կամ ինչն այսօր, քո կյանքի իմաստը, խնդրում եմ, որ անկեղծ դու քեզ պատասխանես, քո ներսով, չէ հիմա, որ հարցնենք բոլորը կասեն Աստված, բայց Աստված գիտի, ինքնա թե տղեսա, ինքնա թե բիզնեսն է, ասի եթե քո երեխան է քո կյանքի իմաստը, մի բան ասեմ չնեղվես, բայց ինքը մի օր քեզնից գնալու է, ու կյանքի իմաստը գնաց, մարդկա ասում է իմ մաման է իմ Աստվածը, մարդ ճանաչում եմ, ասեց, սաղ կյանքը ասում էր, ոնց իմ մերն է իմ Աստվածը, իմ մաման է իմ Աստվածը, հետո իր մաման մահացավ, ասեցի, Աստվածդ մահացավ, բա հիմա ում ես պաշտելով, ու այդ մարդու կյանքը, գիտեք ինչ եղավ, անիմաստ տարավ, իր կյանքի իմաստը մեռավ գնաց, հիմա ինքը 20 տարուց ավել է ապրում առանց կյանքի իմաստի, ու չի կարում ուրիշ մեկին ունենա, որտև իր Աստվածը մեռավ, ով քո կյանքի իմաստնա նրան էլ երկրպագում ես, եթե փողը աշխատանքը մի օր կարող է էլ չաշխատես, եթե քո կյանքի իմաստը աշխատելն է, լսի մի օր կարելի է ժամանակ, որ չես կարելու աշխատես, Աստված տա առողջ լինես սա կյանքը, բայց վերջը մի օր գալու է այդ օրը, երբ որ սովետական միությունը մեզ 70 տարի խաբեց, ասեց փառք աշխատավորին և փառք աշխատանքին, հետո ինձ փլվեց սովետական միությունը, ես եմ վաղտ երեխայի, բայց հիշում եմ,
Այդ մարդիկ, ովքեր սաղ կյանքները աշխատել էին, այդ զբերկասաներում լիքը գումար էին հետ գցել սոված չոր հաց ուտելով եւ այդ ամեն ինչը կորցրեցին, հետո աշխատանք էլ չունեցան, այդ մարդիկ դեպրեսիայից, ստրեսներից կամ կոտրվեցին կամ մեռան։ Որտեղ իրանք աշխատանքը իրանց աստվածներ կուրք էին սարքել։ Աստված օրհնողը, Աստված իր փառքը ոչ մեկին չի տալ։ Չի տվել, չի տալու։ Այդ էլ աշխատանքի, բիզնեսի եւ կարիերայի հետ կապված։ Եթե ամուսինդ կամ կինը տա քո կյանքի իմաստը, մի օր կհիասթափվես, մի օր, կարող 10 րոպե տևի, լավ, բայց կարա գա, կարա լինի։ Միգուցե հոգնես, եթե ինքն է քո կյանքի իմաստը։ Բայց եթե ուշադիր, եթե Աստված է քո կյանքի իմաստը, այն մնացածն է կիմաստավորվի քո կյանքի մեջ։ Ամեն։ Ասի օրինակներ չէ բերեցի, երեխան, աշխատանքը, բիզնեսը, ծնողը, քույրը, եղբայրը, ամեն ինչ որ ասեցի, կինը, ամուսինը, ընտանիքը, երբ որ Աստվածն է քո կյանքի իմաստը եւ միայն նրան ես պաշտում, այդ ամեն ինչ որ ասեցի, քո կյանքի մեջ ճիշտ ձևով կիմաստավորվի։ Ես չեմ ասում իրանց անարգեք, ես չեմ ասում իրանց համար հոգ մի տարեք, ես չեմ ասում մի ուզեք հարուստ լինել, չէ, լավ է, բայց ճիշտ ձևով կիմաստավորվի, երբ որ Աստված լինի քո կյանքի իմաստը։ Ու հանկարծ որ այդ բաներից ինչ որ մեկն էլ գնա քեզանից, չէ՞։ Տղետ ամուսնացավ իր կնոջը վերցրեց գնաց, ով ես դու ինչ ես արել իմ համար։ Մի հատ, չգիտեմ, ծնե բերել ես էլի։ Չէ, լիքը տենց բաներ կա, կենաց չեմ ուզում ասեմ, որ կաթատանում բան, մամային հետ տալի, ես իմ զզվելի պատմություններ կա, չէ։ Ասի չես կարա, բայց վերջը կյանքի օրենքն է։ Եթե Աստված է, հենց ամուսնացավ գնաց, գնաց դեր, չես տարապի, չես տանջվի։ Բայց մեկ էլ տենում ես, մամայա տղեն ամուսնացավ, իր կնոջ համար ծաղիկ բերեց, մամայի համար չբերեց, կռիվը գնաց։ Ղալմաղալը տան մեջից սկսվեց։ Ես ծնեմ, բերեմ, գիշերները չքնեմ, մեծացնեմ, տեսեք ոնց է կապնվել, շնչավոր, ոչ աստվածային կապեր է դրանք, որը սկսում է ցավացնել, բայց եթե Աստված է Տերը, Աստված իր տեղում է, չէ՞ կարդացին, Աստծուն Աստծո պես չերկրպագեցին, եթե Աստծուն իրոք արժանավայել ձևով երկրպագես ու պաշտես եւ կուրք չլինի քո սրտի մեջ, դու ուզում ես գնա, ուր ուզում ես գնա, ինչ ուզում ես լինի, տնից դուրս անեն մի հատ պալատկա կխփենք կապրենք, քո վեճը չի, Աստված է քո կյանքը։ Այն օրը գնացել էի հորեղբորոս նղուտուն, նոր տուն առեսս տները սարքում մեծ ճոխ սարքում է բան, ընդ հայատնել մի հատ տենց բան կա, գոմ կա, ասում եմ քանդեմ, ասում եմ չէ մի քանդի։ Նավսյակի գաջի թող մաքուր մնա։ Հեսա հարսա, հեսայա, եկան դուս հանեցին, մնալու տեղ ունեն, աս։ Իհարկե կատակ եմ անում, բայց Մարգարետ Նավսյակի չէ։ Թող մնա էլ ինչ ախանում։ Մնացածն էլ կիմաստավորվի ժողովուրդ ջան։ Ոչ թե փողն է, գիտես կարել կուրք սարքենք, այլ ոչ թե հենց փող իրանով կուրք, այլ ինչպես ես իրան վերաբերվում։ Այս վերաբերմունքն է իրան սարքում։ Այդ գումարը հարստություն է տեղը կարդացին, չէ՞ վերարկուն, արծաթը, ոսկին, մաշող գնացող բաներ է, բայց դու ինչպես ես վերաբերվում իրան, կան չէ հիվանդագին են վերաբերվում, այս թվերին մանավանդ, չէ, բանը, բրենդային բան, սես լրիվ ամբողջության, ժամանակակից, մոդայա, Gucci, Versace, Armani, այսինքն ինչպես ես վերաբերվում դրան, լավ է,
Արմանի հագնվել, բայց հետևը ինչ կա, այդ լրիվ հետևում կանգնածներն են կուրքեր, ամեն ինչ հետևում մի հատ դևի կա կանգնած, որ բզբզում է, որ Աստծո տեղը գրավի, ամեն ինչի հետևում, ամեն ուշադիր պետք է լինենք ժողովուրդ ջան, դրա համար է բաներ կա, որ Աստված մեզ չի տալիս, որ իրանք կուրք չսարքի, ամեն, ամեն, Աստված գիտի ինչ է տալիս ում, որ ժամանակին, չի տալիս, որ կուրք չդառնան մեր համար, 10 րոպե մնաց, բայց կեսն ենք հələ, հալելույա, գիտես, ստրեսը կարա դառնա մարդու կյանքում թաքնված կուրքերի պատճառ, կամ այսպես ասեմ, թաքնված կուրքերի պատճառով մարդը կարա ստրեսի և դեպրեսիայի մեջ ընկնի, երբ է մարդը ստրեսի մեջ ընկնում, երբ որ Աստծուն չի վստահում, երբ որ ուզում է ամեն ինչը ինքը իրանով անի, ինքը շտապում է, ինքը վրազ է, ինքը սա է ուզում, նա է ուզում, այս բանն եմ ուզում, այն բանն եմ ուզում, ես եմ ուզում, իմ երեխեքին ես, երեխես ուրա, ես հանգարցես չանի, այն չանի, հա, ասենց ամեն ինչ ուզում է իրա վերահսկողության, իրա կանտրոլի տակ պահի, ու էդի մարդու մոտ ստրես է առաջացնում, ինքը լարված անընդհատ, ինքը անհանգիստ է, ինքը չի կարող վստահի Աստծուն, վարկի օր եկավ, տղես չգիտեմ ստեյա, աղջիկս գնացել է ստեյ, ես ինչ են ինչ ունի, ես ես ինչ բանը չունեմ, տանվարձի օրն է, ստրեսներ, սետ ուզում է ինքը վերահսկի, ես հարցը ես լուծեմ, ես ինչը թարգեմ, այն ինչը ձեռք բերեմ, մեբելը մնաց, ավտոն փչացավ, մարդս ես նայում ես, 5 րոպե հետը կանգնում ես, դու էլ ես սկսում դողար, ասում ես ինչ անեմ, ախպեր, սաղում ուզում է մի անգամից անի, ամենտեղ ձեռը գցում է, Վարշավիրանոց է սարքենք, պրավեն հանենք, այն մյուսը ունենանք, 100 տեղ, վայ չերիք ես գնանք վարկ վերցնենք, մերժեց բանկը, վախում ես, ուսում ես ինչ ես մարդու հետ կատարվում, հավատացյալի մասին եմ խոսում, լսի մեր հարևան Գագոյի մասին չի խոսքը, հավատացյալը ասենց ամեն ինչ վերահսկում է, ամեն ինչ իրա ձեռի տակ, ամեն ինչ ես կանեմ, ասում ես հլը մի րոպե, Աստված էլ զարմացած սպասում է, երբ այս մարդը հանգստանալու, որ ինքը օգնի, գալի ասում ենք Աստված ջան այս արա, այն արա հենց տեից կներեք օգվում ենք, մենք ենք անում, էլ Աստծուն մոռանում ենք, որ Աստծուն ենք տվել, մենք մեր ձևերով, երեխոս ես հասցնեմ, են հասցնեմ, մեկ ասում ես ուր ես վրազում, 80 տարի է տված ժողովուրդ, այդ չենք հասցնելու մեկը, ինչ էլ անենք, օրը 25 ժամ էլ որ աշխատենք, մեկը չենք հասցնելու, հանգիստ եղի, վստահի Աստծուն, այդ ստրեսը, նրա հետևանքն է, որ բաներ կա քո համար այնքան ես կարևորել, ասես արագ ուզում ես անես, մի օր շուտ անեմ, այսօր այս կիրակի չգնամ, մնամ ռեմոնտը անեմ, որ մի օր շուտ ես ինչը ունենամ, որ Աստված չուզեց ոնց ես ունենամ, կամ որ ունենաս օրհնություն, քո համար, թե որ մենք ամեն կիրակի գալիս ենք եկեղեցի, տուն չենք սարքում, թե այս ինչ բանը, երբ լինի կլինի, հա անգիստ, մեկը 80 տարի է տված, ժողովուրդ ջան, 5 հարկանի տուն էլ լինի 80 տարի է, 2 սենյականոց տուն էլի 80 տարի է, հետը սարքել են դղյակները, վայելեք, այդ մենք ենք գնալու վայելենք, ամեն, հալելույա, բարք Հիսուսի, տեսեք, մենք այդ ամեն ինչ անում ենք, գիտեք, որ ինչ անի մարդը, բավարարվի, բայց իրական բավարարվածությունը և բավականությունը ներսից է, ժողովուրդ ներսի վիճակից է, եթե ներսը մարդու չի բավարարվում, բավականություն չկա մարդու ներսում, այդ երևացողները, միլիոններն ու միլիարդները չի բավարարելու մարդուն, որովհետև դրանք կուրք է մարդու կյանքում, մեր ներսից այդ բավականությունը, որովհետև մեր ներսում Հիսուսն է ապրում,
Դրա համար ամեն ինչից մենք բավականացած ենք, ամեն ինչում բավարարված ենք, ամեն ինչում գոհացող ենք, որովհետև Հիսուսն է մեր ներսում, ներսից է։ Հիսուսը եթե թագավորում է քո ներսում, թագավորում է միայնակ գահին նստած է, կողքից մեկն էլ սենց թեթև նստած չի, տղես։ Այլ միայն Հիսուսը գահին նստած է, այդտեղ քո ներսի բավականությունն ու բավարարվածությունն է։ Եվ դու էլ ստրեսի մեջ չես, ու ստրեսը կուրք չի քո համար դառը։ Որովհետև մարդը ինչ էլ հասնի մեկավերջում հիասթափվելու է։ Էլի քիչ է, էլի եմ ուզում։ Առակացում ասում է, չէ՞։ Տզրուկը էլի եմ ուզում։ Մեկը առանց Աստծո վերջում սպասվում է հիասթափություն։ Ինչ ուզում ես ունեցի։ Մի երկու բան կա ուզում եմ ասեմ էլի արագ, օգնել եք։ Մի երկու հատ կարևոր բան էլ կա ուզում եմ ասեմ։ Մարդկա իր կուրքը գիտեք ինչն է, իր առողջությունը։ Տեսել եք մարդկանց է, որ առանց պատճառի հիվանդանոց է լինում։ Ես մի հատ մի հոգի տես մարդ ճանաչում եմ։ Այ մարդը միշտ վատ է։ Իրան թվում է ինքը խնդիր ունի, իր առողջությունն է կարևոր։ Թորներ ունի, ամեն ինչ ունի, մարդավարի ապրում են։ Թոշակը ստանում է, իր թոշակը միջև վերջ 40,000-ը։ Միջև բժիշկներին չի տալի, չի հանգստանում։ Կուրքա սարք է իր առողջությունը։ Ինքը 90 կապրի, 80 չի, բայց վերջը մի օր կանգնելու է այդ սիրտը։ Մեկը 80 է տված։ Լուրջ կուրք։ 86 տու 100 ապրի, այ այդ ինչ է։ Էդ էլ հասկանում եք ստրեսի հետևանքը, որը կուրք կարա լինի։ Մյուսը վախը, այո, ամեն վախը մի կուրքա հետևում կանգնած դևով։ Ժողովուրդ, մեզնից եմ խոսում, եկեղեցին կարա կուրք լինի։ Ոչ թե կենդանի Աստծուն, այլ եկեղեցին, այլ ծառայությունը։ Ծառայության դիրքը մեկ-մեկ գալիս գրավում է Աստծո տեղը։ Բայց Աստծով է, Աստված է գահին, Աստծուն ենք սիրում, դրա համար ենք ծառայում։ Ոչ թե ծառայությունն եմ սիրում, դրա համար եմ Աստծուն ծառայում։ Ծառայությունն եմ սիրում, դրա համար եմ Աստծուն պաշտում։ Այլ Աստծուն այնքան ենք սիրում, որ ծառայում ենք։ Այլ երբ որ տեղերը խառնվում է, մարդը պտուղ չի տալի։ Մարդը կորցնում Աստծո ներկայությունը։ Ծառայությունս, դիրքս, եկեղեցիս, չէ, Հիսուսը։ Կարող է սա ստեղից դուրս ես գալի, Հիսուս ասում է հավաքվի ու գնա ուրիշ եկեղեցի։ Ես տեղ բա 30 տարի տասանորդ եմ տվել ես աթոռը, իմ արցունքներով եմ լվացել։ Ասում է հավաքվի գնա։ Պատրաստ ես։ Աբրահամին ասեց հավաքվի գնա, ուր, ու որ քեզ կասեն։ Հելով գնաց։ Դրա համար Աբրահամ այսօր Աբրահամն է։ Ոչ ասեց ուր գնա, ոչ ասեց ինչի համար, ասեց Աբրահամ, կնոջդ վերցրա գնա, ուր որ քեզ կասեն։ Հելով գնաց մարդը։ Ինչ փորձանքի մեջ ասես ընկավ, բայց մեկը Աստված ասել, վերջ։ Հարստությունը, հորտունը, ամեն ինչ թողեց, հաքի շորերով գնաց։ Հարուստ եղավ, ազգերի հայր եղավ, հավատքի հայր եղավ, որտեղ հնազանդվեց Աստծուն։ Կուրքա, երբ որ դիրքը Աստծուց առաջ է դրված, ասեցի։ Մյուս բան, վերջինն եմ ասում, եսի շատ երկար խորը թեմա է, բայց ուզում եմ մի հատ կարևոր էլի բան, երկիրը։ Երկիրը մարդիկ կուրք են սարքել։ Պաշտում են, աստվածացնում են, փառք են տալիս երկրին, փառք են տալիս բանակին, փառք են տալիս զինվորին,
Դու մասես փառք են տալի բացի Աստծուց։ Հողին, ջրին, բայց այդ ամեն ինչը Աստված ա տվել եւ Աստված ա ստեղծել։ Հիմնը երգում ա ոտքի կանգնել։ Հիմնի ժամանակ ավելի սենց բանով են ոտքի կանգնում, դրոշին նայում, դրոշը պաչում։ Լավ ա, մենք էլ ենք սիրում մեր երկիրը։ Բայց այդ երկիրը պահողը Աստված ա ժողովուրդ ջան։ Այ Աստված էլ նայում, ասում ա դե որ դրոշն ես պաչում ու հիմնի ժամանակ ես խոնարհվում։ Չես սիրում ենք, չէ՞ պաշտենք, երկիրը պաշտենք, բանակը պաշտենք, սահմանները պաշտենք։ Պահողը Տերն, Արուր ջան, խնդրեմ գաս նվագես։ Մի պատմություն արագ ուզում եմ կարդամ։ 4-րդ Թագավորաց 5-րդ գլխում է Նեհեմանի մասին էս Նեհեմանը մի զորավոր մարդ էր, ուրիշ երկրից, ուրիշ ազգից, ուրիշ Աստծով։ Լսեց, որ Իսրայել ժողովրդի մեջ կա մի մարգարե, Եղիսե մարգարեն էր, Էսա կկարդամ միասին։ Եղիսե մարգարեն, ով բժշկում էր մարդկանց։ Նեհեմանը բորոտ հիվանդություն ուներ, բորոտ էր ինքը, եւ դա անբուժելի հիվանդություն էր։ Եվ Նեհեմանը գալիս է Եղիսեի մոտ, Եղիսեն ասում է ինչ անի, այդ զորավոր մարդը անում եւ բժշկվում է։ Եվ տեսեք, Նեհեմանը որոշում է Եղիսեին շատ հարստություն ու նվեր տա, որ իրան օգնեց ինքը բժշկվի։ Եղիսեն հրաժարվում, ասում է չեմ ուզում, Աստված ա արել, ես չեմ արել, որ այդ նվերները ընդունեմ, Աստծո փառքի համար եմ արել։ Ամեն։ Եվ տեսեք, հետաքրքիր մի բան, ինչ է ասում Նեհեմանը։ 4-րդ Թագավորաց 5-րդ գլուխ 17-18-րդ խոսքը։ Եվ Նեհեմանը ասեց. Հիմա որ չես ընդունում, թող քո ծառային 2 ջորուբեր հող տրվի, որովհետև քո ծառան Տիրոջից բացի այլևս ուրիշ աստվածների ողջակես կամ զոհ չի մատուցելու։ Թող այս բանը միայն Տերը ների քո ծառային, այսինքն այն, երբ որ իմ Տերը Ռեմոնի տուն մտնի այնտեղ երկրպագություն անելու համար եւ հենվի իմ ձեռքին, եւ ես էլ երկրպագեմ Ռեմոնի տանը, այն ժամանակ դրա համար, այսինքն Ռեմոնի տանը իմ երկրպագելու համար, թող Տերը Աստվածը ների քո ծառային։ Տեսեք ինչ անում։ Ասում եմ կարեք ինձ 2 բեր ջորիա, չէ՞։ Հող տվեք ձեր երկրի մեջից։ Ասում եմ երբ որ ես արդեն տեսեք ինքը գիտի ով է միակ ճշմարիտ Աստվածը, բայց ինքը ապրում է ուրիշ երկրում, որտեղ կան ուրիշ չաստվածներ, կուրքեր։ Ասում եմ երբ որ կվերադառնամ իմ երկիր եւ իմ թագավորի հետ կգնամ ես Ռեմոնի տանը, այդ ժամանակ Ռեմոնը Սիրիայի աստվածն էր, բայց դա դև էր իրականում։ Ասում եմ երբ որ կգնամ Ռեմոնի տանը իմ տիրոջ հետ, իմ թագավորի հետ երկրպագություն անելու, ես իմ ներսում գիտեմ ում եմ երկրպագություն անելու։ Այդ տված հողից մի 2 բուռ, հա, կտանեմ այդտեղ կլցնեն, դրա վրա ծնկեն, որ իմ Տերը իսկական Աստվածի իմանա, որ ես իրան եմ երկրպագություն անում, ոչ թե Ռեմոնին եմ երկրպագություն անում։ Սա ասում է հեթանոս մի մարդ։ Տեսեք ինչ գաղտնիք էր ստեղ գրած։ Մենք մենակ մեզ են տեղն է հետաքրքիր, տենաս Եղիսեն փողը կվեկալի, թե չէ։ Չէ, չվերցրեց, բայց այս մարդու մոտեցումը։ Հիմա երբ որ ես գնում եմ հարսանիք, վերջերս հարսանիք էի, ու ասեցին նորմալ է, եկեք կանգնենք մեր զինվորների համար, այո կանգնեցին, ասեցին եւ ինչ որ ասում էին, ես էլ կանգնեցի, ես ու կինս էլ կանգնեցինք։ Բայց երբ որ իրանք ասում էին փառք զինվորին, փառք բանակին, փառք Հայաստանին, ես բաժակ չեմ վերցնում, կանգնում եմ իրանց հետ, իրանք բաժակ են վերցնում, ես չեմ վերցնում, ես առանց բաժակի կանգնած ասում եմ Տեր փառքերը քոնն է։ Ամեն։ Փառքերը քոնն է։ Այդ բանակն էլ ես դու պահում ես։ Այդ երկիրներն ես դու պահում ես։ Հայաստանն էլ ես դու պահում ես։ Հալելույա։ Այ
այս վիճակը այս Նեեմանի մոտ էր։ Ինքը ասում էր, ես այդ հողը տանեմ իմ հետ, որ ուր որ գնամ երկրպագություն, ես գիտեմ, որ էդի դև, այդի կուրքա, ես որտեղ է լինեմ, ինչ իրավիճակում, թեկուզ իմ թագավորի հետ պարտավոր եմ գնամ, թեկուզ բանակի քեֆա, պարտավոր եմ գնամ, բոլորը կանգնել են, փառք եմ տալի զինվորին, ես փառք եմ տալի Աստծուն, որ այդ զինվորին պահում է, ես փառք եմ տալի Աստծուն, որ այդ սահմանը պահում է, ոչ թե զինվորն է պահում, թող Տերը օրհնի ու պահի զինվորին, բայց փառքերը միշտ Աստծուն տա։ Ամեն։ Թող երկիրը չդառնա մեզ համար։ Հալելույա։ Կանչես ենք հայրենասերներ, չգիտեմ ինչ ֆանատներ, ժողովուրդ, պետք չի ոչ մի բանի ֆանատ լինել, Աստված մեզ տվել է ողջամտության հոգի։ Ամեն։ Ոչ թե հողին ենք փառք տալի, ոչ թե հողն ենք պաշտում, ոչ թե չգիտեմ այն մյուսների ժողովուրդ Աստծուն ենք պաշտում։ Ես ասում եմ թող Տերը պահի երկիրս, թող Տերը պահի զինվորիս, թող Տերը պահի մեր հողը, մեր ջուրը, մեր տնտեսությունը, որը չդառնա մեզ համար փորձ։ Ամեն։ Փառք Աստծուն, եկեք կանգնենք։ Եկեք կանգնենք աղոթենք ժողովուրդ ջան։ Գիտեք ինչ ենք աղոթելու։ Աղոթելու ենք ժողովուրդ ջան, որ Աստված այսօր մեր միջից հանի բոլոր այն արժեքները, որոնք չեն փառավորում իրեն։ Բոլոր այն արժեքները, լսի, որոնք իրականում արժեք են։ Ես ինչի համար եմ ասում թաքնված, որտեղ դրանք արժեք են իրականում։ Մենք սիրում ենք մեր երեխաներին, մենք սիրում ենք օրհնված ապրել, սիրում ենք գումար ունենալ, սիրում ենք մեր երկիրը, մեր հողը, սիրում ենք մեր զինվորին, սիրում ենք, լսի, դրանք արժեքներ են, բայց այդ արժեքները իրանց տեղում լինեն, որ մենք խնդրենք Աստծուն, որ մեր մեջից հանի են արժեքները, որոնք իրեն չեն փառավորում, եւ մենք ճիշտ երկրպագություն ունենանք Աստծուն, եւ ինչպես խոսքը կարդացինք Հռոմեացիներում, Աստծուն տանք արժանի փառք, Աստծուն երկրպագենք այնպես, ինչպես որ ինքը արժանի է, որ Տերն էլ ողորմի եւ այդ մնացած արժեքները պահի ու պաշտպանի մեզ համար։ Ամեն։ Ուզում երկրպագության երգ վերցնենք։ Գիտեք ինչի համար, որ ամեն մեկս հիմա ստուգենք մեր սիրտը, մեր սրտի խորքերը գնանք քո սրտի խորքերը, հələ տես ում ես այդքան սիրում, տես ինչն է այդքան քո համար կարևոր, բայց Աստծուն բեր իրանից առավել արա քո մեջ, ու կտեսնես ինչքան բան կփոխվի քո կյանքի մեջ, շատ բան կփոխվի ժողովուրդ ջան, հալելույա, ամեն, եկեք օրհնության խոսքերը վերցնենք, փառաբանենք Աստծուն, գնանք խաղաղությունով ու մտածենք այն ամենի մասին, ինչ այսօր լսեցինք, դա կլինի մեծ օրհնություն մեր կյանքի մեջ, ամեն, փառք Աստծուն, փառք Տիրոջը, Տերը օրհնի քեզ ու պահի քեզ, Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ, Տերը բարեհաճ լինի քո հանդեպ եւ իր խաղաղությունը տա քեզ, ամեն, Հայր Աստծո սերը, Սուրբ Հոգու հետ հաղորդությունը եւ Հիսուս Քրիստոսի շնորհքը մեր ամենքի հետ լինի։ Ամեն, եկեք փառաբանենք Աստծուն։